Իրանք կարան շատ բան անեն իրանց տարածքում, մենք չպետքա մեզ թույլ տանք տարվել այդ ամեն ինչով։ Իշխող կուսակցության կարկառուն անդամներից Արսեն Թորոսյանը նախանձելի հանդարտությամբ ու ինքնավստահությամբ պնդում է, թե իրենց գործը չէ ընդհանրապես, որ ադրբեջանցիներն Արցախում հողին են հավասարեցնում հայկական եկեղեցիներն ու պատմամշակութային ժառանգությունը։ Ինչ անում են թող անեն, իրենք չեն պատրաստվում մատը մատին տալ, որ խաղաղությունը հանկարծ վտանգի տակ չհայտնվի։ Խաղաղությունը հաստատված հասկանանք, մենք դա տեսնում ենք իրական կյանքում։ Մեր սահմանների վրա չկան կրակոցներ։ Այսինքն եթե մենք ասենք Ադրբեջանը ինչի է մեր եկեղեցին քանդում, նա սկսելու է կրակել։ Մենք որևէ կոնֆլիկտային տրամաբանության մեջ չպետք է մտնենք մեր հարևանների հետ։ ԿՊԱ-ական նախարարը պնդում է, թե որևէ դեպքում չեն միջամտելու կատարվողին, թեկուզ գոնե մտահոգություն հայտնելու եւ դատապարտելու տեսքով, որովհետեւ դա իբրև Ադրբեջանի ներքին գործերին միջամտություն կլինի եւ նորից կսրի հակամարտությունը։ Թորոսյանի այս պնդումներից անգամ հանրային հեռուստաընկերության հաղորդավարն է ապշում։ Կոնֆլիկտի մեջ պետք չի մտնել, պարզապես պետք է ասել ինչու է քանդում մեր մշակութային ժառանգությունը։ Ուր է այդտեղ կոնֆլիկտ։ Ասեցինք ինչու է քանդում մեր ժառանգությունը։ Հետո պատասխանեն։ Պատասխանում են, ասում են լավ ենք անում։ Դե կներեք։ Ինչ։ Դա չեղավ խաղաղություն։ Չէ, դա եղավ խաղաղություն, որտեղ խաղաղությունը փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա չի հիմնվում։ Փոխադարձ հարգանքը եւ վստահությունը կառուցվում է դաժան, դժվար աշխատանքով։ Հայկական եկեղեցիները քանդելու մասին ծպտուն չանելը ԿՊԱ-ական նախարարը իմաստուն գտնվել է կոչում, այդպես էլ ընկալելի պատասխան չտալով, թե ինչպես է Բաքվի վանդալիստական վարքագիծը տեղավորվում իրենց կողմից զորուգիշեր գովազդվող խաղաղության տրամաբանության մեջ։ Ինչ ասում սադրել խաղաղություն, այսինքն չունի պլան ձեր այդ խաղաղության։ Խաղաղության պլան ունենալ եկեղեցին չէր քանդի, որ խաղաղ լինի, ամեն ինչ բացված լինի, ճանապարհներ, բան գնանք, մոմ վառենք, բան տեն շփվենք, բան։ Բայց դրա հողին է հավասարացրել։ Ադրբեջանը չի ամաչում է, չի ոնց արդարացնի քրիստոնեական մշակույթի ոչնչացումը։ Ձեն չեն անում։ Բայց գալիս է այստեղ օգնության Ադրբեջանին Արսեն Թորոսյանը ու ասում է դե ինքն իշխան տարածք ինչու զմանում։ Այսինքն միջազգային մեր ցանկացած գործընկեր որ սա կարդա պետք է ասի թե ժողովուրդ ջան, ես հարցում եմ ոնց բարձրաձայնենք, եթե ձեր երկրի ներսում ձեր մինիստրը իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ ասում է դե նորմալ է Ադրբեջանը ինքը իր տարածքում արել է, մենք խաղաղություն ենք կառուցում։ Օրեր առաջ Փաշինյանն էլ հստակ չբացատրեց, թե ինչպես է Ադրբեջանի վարքագիծը համապատասխանում խաղաղության հաստատման մասին հավաստիացումներին, ասաց միայն, որ չեն պատրաստվում հարցը միջազգային քննարկման առարկա դարձնել։ Առավել եւս հիմա պետք է լինել շրջահայաց, որովհետեւ նման թեմաները երկսայրի սուր են եւ ինչպես նոր կտակարանում ասվում է, դատվելու եք այն նույն դատով, ինչ դատով որ դատելու եք։ Իսկ Կոտայքի ԿՊԱ-ական մարզպետն ընդհանրապես տեղյակ չէ ինչ է կատարվում։ Մինչ նրա գործընկեր Արսեն Թորոսյանը հանրայինի եթերում բացատրում է, թե ինչու ոչինչ չեն ձեռնարկելու Ստեփանակերտում եւ այլ վայրերում հայկական եկեղեցիների քանդման հարցով, մարզպետը դեռ չգիտի նման բան հաստատ եղել է թե ոչ։ Դա ճշտված տվյալներ չի։ Երբ որ ճշտված կլինի, կարծում եմ քաղաքացիական պայմանների կուսակցությունը համապատասխան հայտարարություն առհասարակ քաղաքական իշխող քաղաքական ուժը համապատասխան հայտարարություն կանի։ Մինչ այս Կովկասի մուսուլմանների վարչությունը հաստատել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի եւ այլ եկեղեցիների քանդումը, պնդելով թե դրանք իբրև թե ապօրինի շինություններ են եղել եւ հիմա ոչնչացվել են Ստեփանակերտում բնակեցված ադրբեջանցիների պահանջով։ Եթե Հայաստանի իշխանությունից այս հարցում Բաքուն որևէ դժգոհություն չունի, ապա նույնը չէ հայ առաքելական եկեղեցու դեպքում, որ նորեր առաջ դատապարտել էր հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն Արցախում։ Փաշազադեի ղեկավարած գրասենյակը մայրաթոռին կրկին մեղադրել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին խանգարելու մեջ, ըստ էության նույնը, ինչն ասում են ԿՊԱ-ականները։ Փաշինյանը պատերազմի կոչ է որակում անգամ պատարակների ժամանակ Արցախ բառն արտասանելը։ Տիկին նախարար մենք Ազգային ժառանգությունից հրաժարումը սակայն այսքանով չի սահմանափակվում։ Փաշինյանը վաղուց է Արարատը մոռանալու եւ Արագածին նայելու մասին խոսում, պնդում թե արևմտյան Հայաստան ասելիս սահմանից այս կողմ ընկած տարածքները պետք է նկատի ունենալ, ոչ թե իրական արևմտյան Հայաստանը, որը հայաթափվեց ցեղասպանության հետևանքով։ Ամիսներ առաջ Արարատ լեռան պատկերը հանվեց Հայաստան մուտքի եւ ելքի կնիքի դիզայնից, իսկ հիմա այն ջնջում են Հայաստանի քաղաքացու անձնագրից։ Կենսաչափական նոր արդեն կարմիր անձնագրերում, որոնց կազմի
պատմի դարձերեսին պատկերված կլինի Հայաստանի քարտեզը։ Հայ ժողովրդի պատմության տարբեր կարևոր փուլերն են պատկերված։ Հայկ Նահապետը, Էրեբունիի հիմնադրումը, Արտաշես արքայի կողմից սահմանային քարերի տեղադրումը, հետո Հայաստանի տարբեր շրջանները խորհրդանշող պատկերներ։ Սա Հայաստանի եւ հայերի գլխավոր խորհրդանիշներից մեկն է Խորվիրապն Արարատ լեռան ֆոնին։ Չկա երևի թե մեկ, ով Խորվիրապ ասելիս հենց այս պատկերը չի մտաբերում, անգամ օտարազգի զբոսաշրջիկները։ Երբ Երևանից գնում ես Վայոց ձորի Սյունիք, միջպետական մայրուղուց հենց այս տեսարանն է բացվում աչքիդ առաջ։ Նոր անձնագրերում, սակայն, Խորվիրապը այնպիսի ռակուրսից են պատկերել, որ Արարատը հանկարծ չերևա։ Այնպիսի ռակուրս ենք ընտրել մեր քաղաքականությունների եւ ինչի մասին շատ վաղուց խոսել ենք եւ խոսում ենք, որ կադրում արտացոլված լինի մանավանդ Հայաստանի Հանրապետության անձնագիրն է արտացոլված լինի Հայաստանի Հանրապետության տարածքը եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը արտահայտված լինի։ Ինչ էր լինելու, եթե Խորվիրապը Հայաստանի Հանրապետության անձնագրի նոր նմուշում պատկերված լիներ հենց այնպես, ինչպես այն ճանաչելի եւ անկալելի է ամբողջ աշխարհի համար։ Միթե դա տարածքային պահանջ էր ենթադրելու Թուրքիայի դեմ։ Էլ չասած սրելու էր մինչ օրս այդպես էլ չկարգավորվող հարաբերությունները։ Երևանն օրինակ անձնագրում պատկերել են Կասկադի ահա այս գեղեցիկ նկարով։ Մայրաքաղաքի շատ ավելի ընդարձակ համայնապատկեր ստանալու համար, սակայն անհնար կլիներ շրջանցել Արարատի տեսարանը, քանի որ այն տեսանելի է Երևանի ցանկացած կետից։ Գուցե դա է դեր խաղացել նաև, որ Հայաստանի մայրաքաղաքը ցույց տալու համար հենց նման ռակուրս է ընտրվել։ Հայաստանի Հանրապետության զինանշանը նույն տեսքով պատկերված է լինելու կարմիր դարձած անձնագրի կազմին, որի կենտրոնում հենց Արարատ լեռն է։ Ազգային խորհրդանիշին պատերազմ հայտարարած Փաշինյանն օրեր առաջ ասել էր, որ գերբի փոփոխության միտք չունի։ Եվ ես նման հարց չեմ բարձրացնում ձեր ասացի հետ կապված։ Ես բարձրացնում եմ հարց մեր պետության եւ պետական ատրիբուտների մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու անհրաժեշտության վրա։ Եթե Փաշինյանը խնդիր չունի Արարատի պատկերով զինանշանի հետ, ապա ինչու է Խորվիրապի նկարից հանվում լեռան պատկերը։ Ինչ լուրջ խնդիր էր առաջանալու, եթե անձնագրում երևար այն նույն պատկերը, որն ամեն օր Հայաստանում ապրողները տեսնում են իրենց աչքով։ Փաշինյանը սա եւս չի պարզաբանում եւ հարց է ծագում։ Զինանշան փոխելու հարց չի բերում նա օրակարգ, որովհետեւ դրա կարիքը չի տեսնում, թե խոչընդոտ կա այդ հարցում։ Պարզվում է, գերբը փոխելը հեշտ բան չէ, սահմանադրական փոփոխություն է հարկավոր։ Զինանշանի նկարագրությունը Սահմանադրությամբ է ամրագրված։ Ընթացիկ օրենք չի, որ երբ ուզեն այդ փոխել։ Ընդ որում այն նորմերից է, որը կարող է փոփոխվել միայն հանրակրվելով, ովքեր ժողովը չի կարող փոխել։ Սա նշանակում է զինանշանը նույնպես կփոխվի, դա միայն ժամանակի հարց է։ Նոր սահմանադրության տեքստը պատրաստ է, Բաքվի պահանջով դրանից հանվելու է հղումը անկախության հռչակագրին։ Երբ նոր սահմանադրությունը հանրաքվեի դրվի, գերբը փոխելը պարզապես տեխնիկական խնդիր է լինելու։